տարիներ էր ապրում մեր երկիրը։ Չնայած դրան որոշվեց հիմնադրել բժշկական կրթություն եւ 100 տարի առաջ ստեղծվեց առաջին բժշկական դպրոց, որը հետո վերածվեց համալսարանի։ Այս շենքի փոխարեն ստեղ կային կիսախրխու կոտեջներ, տնակներ, որտեղ մեր առաջին ուսանողները բժշկություն էին սովորում։ Երկրորդ կուրսից սկսած ես սկսեցի հաճախել բիոքիմիա ամբիոն ու այդ իմ կապը, այդ սերը այդ առարկայի նկատմամբ արդեն մնաց մինչև փաստորեն կյանքիս վերջը։ Միխայել Իոսիֆի Աղաջանով, կենսաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, Եվրոպական ակադեմիայի բնական գիտությունների լիիրավ անդամ, Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի լիիրավ անդամ, Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ։ Միխայել Աղաջանով, խոսել նրա մասին հեշտ է ու դժվար, պատասխանատու ու պատվաբեր։ Մեծերի մասին խոսելը հոգ չէ, որովհետև ասելիքն է շատ, անեզր ու անսահման, բայց խոսելն է բարդ, խոսելն է դժվար։ Բարդ է խոսել Միխայել Իոսիֆի Աղաջանովի մասին անցյալ ժամանակում, որովհետև մինչ հիմա կա տպավորություն, որ նա մեզ հետ է։ Պապան ուսուցիչ էր, ինքը շատ հետաքրքիր պատմում էր ու շատ հեշտ բացատրում էր։ Ու երբ որ ես ինչ-որ մի բանը չէի հասկանում, օրինակ իմ մասնագիտությունով կամ նույն իր մասնագիտությունով բաներ կար, ինքը ինձ խորհուրդ էր տալիս, ասում էր պատմի ինչ-որ մեկին։ Երբ որ դու փորձես դա բացատրել ուրիշին, դու դա կհասկանաս։ Չափից դուրս ուշադիր մարդ է եղել առհասարակ բոլորի նկատմամբ։ Նա միշտ փորձում էր իր ներկայությամբ, անգամ եթե այդ ներկայությունը մի քանի րոպե էր, փորձում էր լցնել իր շուրջը այդ դրական աուրայով։ Человек он был, безусловно, выдающийся, с острым критическим умом, жадно впитывающий, несмотря на возраст, все новое для себя, тут же препарирующий, анализирующий, ну, в общем, ученый. Վերինաշյան նվիրված մարդ էր եւ ընտանիքին, եւ աշխատանքին, եւ ինստիտուտին ու հարեհաս ընկեր էր։ Պատրաստ էր օր ու գիշեր աշխատել մենակ մեր համալսարանի պատիվը պահեր բարձր, ամենաբարձր մակարդակի վրա։ Միքայել Աղաջանովին միշտ բնորոշ է եղել խիստ զուսպ պահվածքը, համեստությունը եւ արտակարգ բարի վերաբերմունքը մարդկանց ու շրջապատի նկատմամբ։ Իրանցից շատ բան ունեինք սովորելու։ Երբ որ մարդը չի լինում, որ հետ ես գալիս, փոշմանում ես, որ կարող է մի քիչ ավելի շատ ժամանակ տրամադրեիր, չէ որ ինքը պատրաստ էր տրամադրել քեզ, ինչքան որ քեզ պետք էր։ Он был моей жизнью. Добрый, любящий, заботливый, понимающий меня с полуслова. Յուրահատուկ մարդերին պապան եւ կարող եմ դա ասել այնքան շատ մարդկանց մարդ հանդիպելուց հետո նա ազնվական էր, արիստոկրատ, ինտելիգենտ, բարի բուն իմաստով, խելացի,
չափազանց համեստ մինչև կյանքի վերջ, աշխատասեր, անսահման ազնիվ, արժանապատիվ։ 19-րդ դարում Թիֆլիսում էր ապրում հայտնի բժիշկ, ուրոլոգ Միխայել Աղաջանովը, ով նաև բարերար Ալեքսանդր Մանթաշյանի ընտանեկան բժիշկն էր։ Այս մեծ հայի թոռը կենսաբանական գիտությունները պիտի կյանքի ուղի ընտրեր, սիրահարվեր ու սիրեր, բարձրանար ու քայլեր, վազեր ու թռչեր։ Բայց ամեն ինչ հեշտ չտրվեց, ճակատագիրը նրա համար բարդ ուղի ուներ։ 3 տարեկան էր, ավտովթարի հետևանքով կորցրեց հորը։ Փոքրիկ Միխայելի խնամքն ու դաստիարակությունը տատիկը, պապիկն ու հորեղբայրն էին ստանձնել։ Ինքը դաստիարակվել է շատ հետաքրքիր մարդկանց կողմից, իր տատիկ պապիկի կողմից է դաստիարակվել։ Դրան կրթված, պապայի պապիկը բժիշկ էր, հետաքրքիր կրթություն ստացած, տատիկն էլ Փարիզում սովորած այն ժամանակ դարի սկզբում կին էր եւ իրանք էին դաստիարակել իրան եւ դաստիարակում են այո եւ մեծի նկատմամբ հարգանք, պարտադիր եւ դա միշտ զգացվել է իմ պապայի մեջ էլ, այսինքն երբևիցե չի եղել, որ իմ պապան ինչ-որ մեկի դույով խոսա։ Նա խիստ էր ու բարի, ուժեղ ու փխրուն, հումորի բարձր զգացումով ու իմաստուն։ Բացառիկ առաքինի կեցված գիտ էր։ Շատերին կարծես թե թվում էր, որ դա թուլության նշան է եւ կոշտության պակաս։ Սակայն այն մարդիկ, ովքեր որ ավելի երկար էին շփվել, Միխալոս շատ լավ գիտակցում էին, որ իր սերունդներով դաստիարակությունը ստացած թույլ չէր տալի նրան լինել ավելի կոշտ եւ կտրուկ։ Մեծություններ ենք, ասեմ ձեզ, Իսիպտի համար կորուստը շատ մեծ էր, բայց առավել մեծ կորուստ էր ընկերների համար։ Միխայել Աղաջանովը եղել է, կա ու մնում է մարդկային հիշողությունների մեջ, որպես շատ տրական ազնվորություն։ Շատ հետաքրքիր մարդ, անձնավորություն էր։ Նա անդավաճան տեսակ էր անշուշտ։ Շատ պարկեշտ, ընտանիքին ահավոր նվիրված, տես մարդիկ հիմա եզակի են։ Երբ որ խոսում եմ, ինձ թվում է նա իմ կողքն է։ Մտովի իր հետ եմ տարբեր իրավիճակներում, երբ գնահատականի կարիք ունեմ, երբ խորհրդի կարիք ունեմ, երբ փորձի փոխանակման խնդիր կա, երբ լուր համաձայնության, հայացքով համաձայնության խնդիր կա։ Նա այնքան առաջադեմ էր իմ պապան, մեծ հետաքրքրություն եւ հարգանք եւ գնահատանք ուներ գիտության նորությունների հանդեպ, որ դա ուղղակի վարակիչ էր։ Որ բնակավարում մասին էլ խոսելու լինենք, պետք է իրոք ասել, որ նա բարձրունքում է եղել միշտ։ Առաջի հայացքից թվում էր, որ ինքը գուցե ինչ որտեղ այքան է լավ չի պատկերացրել խնդիրը կամ չի ուզում ավելի շատ խորանա խնդրի մեջ, բայց փաստացի ինքը շատ լավ էր, այսպես դες ասեմ, շատ խորքային մեկ, համապարփակ, շատ կարևոր է, եւ ճանաչելով մարդկանց հասկանում էր իրավիճակը։ Պարզապես իր պատասխանը միշտ լինում էր ավելի, եթե այդպես կարելի ասել, հավասարակշռված, բաղասավորված, եւ ինքը միշտ փորձում էր դիմացինին չվիրավորել, եթե նույնիսկ սուր սիտուացիա էր, հա, փորձել իրավիճակից բոլորի համար ընդունելի լուծում ստանա այդ սիտուացիան, հա, այդ իրավիճակը, այդ դա իրան բնորոշ է։ Խառնվածքը այնպեսին էր, որ երբեք ես նրան չեմ լսել, որ ինքը ձայնը բարձրացնի, բայց այդ ձայնի բարձրացումը ուղեկցվի ինչ-որ միպես այսպես ջղային տեսքով կամ չգիտեմ ինչով, երբեք դու չէիր զգա, որ նա շատ այսպես վատ է ընդունում այդ ամենը։ Միշտ հումորի զգացումը եղել է այդ բոլոր բաների մեջ։ Ինքը փորձում էր անհատի շուրջ ստեղծել դրական աուրա, դրական միջավայր։ Интеллектуальная пища была для него как хлеб насущный.
И каждый раз при следующей встрече я видел, как он менялся, становился шире. Ну и я вместе с ним. Вообще он был очень светлый, добрый, оптимистичный человек, любящий и уважающий людей. Շատ տրադիցիաներ հարգող մարդ էր ու գիտեք հայրենասեր մարդ էր։ Հայրենասեր մի այլ կարգի։ Խոսքով ինքը մեծություն էր։ Ինքը հիմա էլ է մեծություն։ Նա շատ խորն էր տեսնում, գնահատում յուրաքանչյուր անձի, ովքեր որ առջևն են։ Եթե մարդ արժանի էր որևէ օգնության իսկապես, նա միշտ ձեռքը կմեկներ, միշտ ամեն ինչ կաներ։ Եվ բոլորը հիշում են դա։ Այդպիսին էր ինքը, մանկան հետ մանուկ, որ ասում են, մեծի հետ մեծ, ու բոլորի հետ, ամենքի հետ յուրովի։ Փոքրի հետ փոքր էր, մեծի հետ մեծ, աշխատավորի կամ գյուղացու հետ նրանց պես, շինարարի հետ շինարար, ու բոլորի հետ հավասար, բայց նաև մեծ էր, շատ մեծ։ Եվ ես անգամ չի պատկերացնում, որ նա այսքան հիշված է, այսքան սիրված է որպես դասախոս։ Դա շատ դժվար բան է։ Լինել հիշվող դասախոս եւ սիրված դասախոս, հա, բոլորս էլ սովորել ենք, բայց քանի հոգի կհիշենք համասարանից, երբ որ անցնում է 10, 20, 30 տարի, շատ քիչ, այսինքն մի ձեռքի մատերն էլ է շատ։ Եվ այն մեծ քանակությամբ ուսանողներից այդ արձագանքը, որպես ուսուցչի, որ իրանք այդ մարդու շնորհիվ սիրեցին շատ դժվար բիոքիմիա առարկան, շատ դժվար, այդ անհարական էր, որ բոլորը դողում էին ու ոչ մեկ չէր սիրում, բայց ասում են սիրեցի, անենց էր բացատրում սիրեցի, հասկացա բիոքիմիան։ Միխայել Աղաջանովը 1963 թվականին գերազանցությամբ ավարտելով Երևանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը դարձավ կենսաքիմիայի ամբիոնի ասպիրանտ, դոցենտ, պրոֆեսոր։ Նա մեծ ավանդ ունի բժշկագիտության զարգացման ոլորտում, հատկապես Ալցհեյմերի հիվանդության ուսումնասիրման, բուժման ու կանխարգելման ուղղությամբ։ Նրա ղեկավարությամբ կենսաքիմիայի ամբիոնը դարձավ համալսարանի լավագույն ամբիոններից մեկը։ Չափահաս կյանքի ամեն օրը սկսվում էր այս շենքից, այստեղ էլ ավարտվում, իր ապրած կյանքի պես։ Հիշելով նրա անցյալը, միշտ հաճույքով զարմանում ես, թե ինչպես կարող է մարդու վրա չազդել պաշտոնը, ձեռքբերումները, միշտ մնացել է նույն համեստ ազնվորությունը։ Այն սկզբունքները, որը դավանում էր ինքը, կարծում եմ, որ անսասան էին։ Իր ամբողջ գործունեության ընթացքում ինքը իրեն այնպես էր դրսևորում, որ ես ասում էի, ախ, եթե նա լիներ դիվանագետ, ինչպիսի հրաշալի դիվանագետ մենք ունենայինք մեր հանրապետությունում, որովհետև ցանկացած իրավիճակում, ցանկացած երուզերի պայմաններում, ինչ որ, չգիտեմ, առաջացած իրավիճակների մեջ, նա այնպես էր իրեն պահում, որ եւ հաշտություն էր լինում, եւ բոլորը հասկանում էին միմյանց, եւ կարծես թե հարցերը լուծում էինք ստանում եւ առանց որևէ դժգոհության, ինչ որ բացասական էմոցիաների։ Այդպիսի տաղանդ ուներ։
ես հասկանում եմ, որ նա ճիշտ է ապրել, նա ճիշտ է վերաբերվել մարդկանց բոլորին։ Իրոք անկախ տարիքից։ Նա ոչ միայն ղեկավար էր, ամբիոնի վարիչ էր, այլ նաև ավակ ընկեր։ Իրոք ընկեր էր։ Խստությունը կար, բայց նաև այդ խստության մեջ բարություններ կհասկանար բոլորին։ Եթե ուշանայր էր մի փոքր, ասենք ինչ որ մի բան էր եղել ու ուշացել ես, հա, ուշացումով ես մտնում նա դասի կամ նա խիստ հայացք ուներ, որը որ սենց քեզ թվում էր թե ապակե նման, բայց ինքը հասկանում էր, որ դու հենց նենց չես կարող ուշանալ, ինչ որ մի բան երևի նենց չի եղել, որ ուշացել ես, բայց ինքը պիտի ցույց տար, որ ինքը խստություն ունի, որպեսզի այդ կոլեկտիվը կարողանար հավաքվել։ Ну, հավաքված էր կոլեկտիվը հենց իրանով։ Миша уважал и ценил своих коллег и не жалел хороших, теплых слов в их адрес. Он ценил порядочность, честность, открытость, ненавидел предательство. Ինքը աշխատում էր այդ բոլոր խնդիրների լուծումը տար շատ հանգիստ, շատ թեթև, ոչ մեկին չնեղացնելով ու ոչ մեկին չվիրավորելով։ Սերմը ոնց է որ ցանում ես եւ պետքա խնամ ես, որ ինքը աճի։ Այ նման զգացողություն կար միշտ իր հետ շփումից հետո։ Դու զգում ես, որ դու հագեցել ես ինչ-որ նոր գիտելիքներով, նոր ինֆորմացիայով եւ իհարկե այդպես սերմի նման սկսում ես աճել կյանքին ու շատ հարցերին լրիվ արդեն ուրիշ տեսակետից նայելով։ Պապան շատ էր սիրում կարդալ, հատկապես երիտասարդ տարիներին, երբ որ ես հիշում եմ, շատ էր սիրում դետեկտիվ պատմություններ կարդալ։ Եվ եթե գիրքը առանձնապես հետաքրքիր էր, նա չէր դադարեցնում կարդալը մինչև ավարտել։ Իսկ հետո սկսում էր մեզ պատմել այդ գիրքը։ Հումորով ու ժպտերես, խորքային ու հայրենասեր։ Իսկ ընտանիքն ու աշխատանքը ամենակարևորն էին ու հավասար նժարներին։ Միխայել Աղաջանովի բոլոր նվաճումների մեջ անփոխարինելի է նրա կինը։ Խելացի, գեղեցիկ, բազմակողմանի օժտված վստահելի այս կինը, ով Շամախանի իշխանների հայտնի ցեղից է, ու պատահական չէր, որ հենց նա պիտի ապահովեր հուսալի եւ հանգիստ թիկունք իրենց համատեղ կյանքի բոլոր օրերի համար։ Իմ բոլոր հաջողությունները կյանքում այն ամենը ինչին հասել եմ, իսկ ես շատ բաների եմ հասել, կարելի է ասել, պարտականին իմ ծնողներիս։ Բացի նրան, որ նրանք ինձ հիանալի գեններ են փոխանցել, ինձ նաև ներշնչել են ազնվություն, արդարություն, աշխատասիրություն, մեծ սեր դեպի կյանքը եւ մարդկանց եւ բարիություն։ Հիշում եմ մի դրվագ, երբ որ ծամոն ունեինք, ես ու քուրսը ծամոնի հետ համար կռիվ էինք անում, երեխեք են էլի, ումն է ծամոնը։ Այդ պապան եկավ, ասաց, ես ինչ եք անում, բա ծամոն եք տիպը կիսում, ումն է այս ծամոնը, ես ասացի իմը, քուրս ասեց մերը, տվեց իրան, պապան տվեց իրան։ Անհանդուրժող էր անազնվության, դավաճանության եւ խաբեբայության նկատմամբ։ Ես հիշում եմ, որ մենք ամառները սպասում ենք, որտեղ ամառները գնում ենք հանգստանալու։ Գնում ենք Դիլիջան եւ դրա համար ես Դիլիջանը շատ եմ սիրում, ինձ որ ասեն Հայաստանում ամենալավ եւ սիրված տեղը, ես չեմ ասի Երևան, Դիլիջան, որտեղ երջանիկ մանկությունս նաեւ Դիլիջանի հետ է կապված։ Գնում ենք ծով եւ միշտ հիշում եմ, որ ծովի ափին բարկած պապանես կինոներ էր պատմում։ Աննեց էր պատմում, ես միջև հիմա հիշում եմ։ Ոնց որ դու տեսնեիր այդ կինոն, մենք sense բաց բերաններով լսում ենք, ինքը նենց էր պատմում, կողքի երեխեքն էին գալիս հավաքվում պլաժում, որ լսեին այդ կինոն։ Դժվար է պապայի մասին անցյալով խոսել։ Գիտեմ, որ բոլորս էլ վերջ-վերջո անցնում ենք դրա միջով, բայց դա ավելի հեշտ չի դարձնում այս իրավիճակը։ Ամեն օր կարոտում եմ նրան, ուզում եմ ամեն օր խոսել հետը,
նույնիսկ հիմա արդեն 6 ամիս անց իմ առօրյա կյանքում ես զանգում եմ իրան ամեն օր, իսկ հիմա ուղղակի փորձում եմ պատկերացնել, որ երևի թե այնքան զբաղված եմ, որ չեմ հասցնում զանգել, այն դա երբեմն օգնում է, բայց այն կարոտը եւ ցանկությունը զրուցելու, կարծիք հարցնելու, ուղղակի տեսնելու չի անցնում։ Իմ հայրը շատ նվիրված էր եւ ընտանիքին, ու մենք դա տեսնում էինք։ Ես եւ աշխատանքին, այսինքն գործին։ Ես չեմ հիշում, որ իմ papan տուն չգա։ Ես չեմ հիշում, որ իմ papan հարբած տուն գա։ Չեմ հիշում այդպես բան։ Բայց միշտ եղել է մեզ մոտ հետաքրքիր ինչ-որ խոսակցություններ, հետաքրքիր հյուրեր։ Կյանքը չի եղել շատ հեշտ։ Շատ մեծ դժվարություններ իրանք ունեցել են իհարկե, բայց միշտ փորձում են, որ երեխեքը դա չզգային։ Եթե չես կարող թռչել, վազիր։ Եթե չես կարող վազել, քայլիր։ Եթե չես կարող քայլել, սողա, բայց շարունակիր շարժվել, առաջ ընթանալ, առաջ գնալ։ Ու այդպես արեց։ Ծանր, շատ ծանր հարվածն էլ կրեց իրեն հատուկ մեծությամբ ու առաքելությամբ։ Ոտքի կանգնեց ու առաջ գնաց։ Միխայել Սվիչյանը կյանքում տեսավ երևի թե կյանքի ամենավատ դաժան կողմերը։ Փոքր հասակում կորցրեց հորը։ Ճիշտ է, հորողբերները ամեն ինչ կյանքի ընթացքում անում են, որ ինքը այդ վիշտը թեթև տաներ, որովհետև փոքր մանկական 2-3 տարեկանում ինձ թվում է այդքան գիտակցաբար չի կարողանա ոչ մեկ այդ խնդիրին, բայց արդեն այն տարիքում, երբ որ քո տղան 19 տարեկան է եւ դու կապում ես շատ բաներ իր հետ, իհարկե մեծ ցավ է կրել իր անձնական կյանքում, բայց որևէ մեկը երբեք չի նկատել իր դառնությունը, առավելևս չարությունը։ Նա չափազանց ներող մարդ էր։ Ցավոք սրտի կյանքը նրա նկատմամբ դաժան է գտնվել։ Չեմ ուզում այդ մասին ասել, ընտանեկան այդ դժբախտությունը, ծանրությունը։ Սովորաբար նման դժբախտություն ունեցող մարդիկ դառնում են մի քիչ էգոիստ, մի քիչ փոխվում են, չար են դառնում։ Երբեք նրա մոտ այդ չարությունը չկար։ Նա կարողանում էր ներել, նա ծանր հարված էր ստացել, բայց այդ հարվածը ինքը իր մեջ էր պահում, իր սրտում։ Ես շատ կուզեի, որ իմ հայրը երջանիկ լիներ, ավելի ինքը լիներ լիարժեք երջանիկ, ինքը արժանի է դրան, որ Եթե նկատողություն էր անում, ինքը չէր ասում անունը։ Ինքը ընդհանուր ինչ-որ մի բան ասում էր դիպուկ։ Ու այդ մարդը, որը որ թերացել էր այդ հատվածում, ինքը գիտեր, որ այդ իրան է վերաբերում։ Մնացածը չգիտեն ում մասին է խոսքը։ Որոշ դեպքերում նույնիսկ ես ասում եմ, դե լավ, գոնե մի քիչ կարելի էր ավելի այսպես կոշտ վարվել, մի քիչ ավելի այսպես լուրջ, խիստ որոշում կայացնել, երբ որ իրեն ասում էր, դե լավ Մագդա ջան, կյանքը այնպիսի դառն է, սա էլ էր շատ մեծ դաս նրանց համար, ովքեր որ եկան, լսեցին, շփվեցին, հասկացան։ Միխալոսիչը ստեղծել էր այնպես մի միջավայր, որ իրա գնալուց հետո էլ ոչ մի բան չքանդվեց։
Ուսուցիչն ու մանկավարժը, ավագ ընկերն ու ղեկավարը, սիրող ամուսինն ու պապիկը, Միխայել Աղաջանով մարդու մեջ միահյուսվել են լավագույն արժեքներն ու մարդ մնալու արվեստը։ Նա հավերժ ուսուցիչ մնաց մեր ու սերունդների համար։ Միխայելը բժշկական համալսարանի հետ անբաժան է։ Դժվար է պատկերացնել սերունդներ, որոնք ավարտել են եւ չեն ճանաչում կամ չեն մտաբերում Աղաջանովին։ Ուսանողների կողմից ինքը դրիվ այլ կերպ էր սիրված։ Եվ նա շատ լուրջ ազդեցություն է ունեցել բոլորի այդ աճի, գիտական աճի, մարդկային աճի վրա, որովհետև նույնիսկ անխոս իր ներկայությունը դա միշտ եղել է շատ դաստիարակչական, ունեցել է իր ազդեցությունը։ Եվ այսօրվա պրոռեկտորը Ենգոյանը այդպիսիներից մեկն էր, որին նա երկրորդ կուրսից միասին մենք, ինչպես ասում են, հայտնաբերվեց եւ երկրորդ կուրսից եկավ ինձ մոտ, որ նրան ընդունենք որպես ավագ լաբորանտ։ Մենք միասին աշխատեցինք գրեթե 20 տարի նույն ամբիոնում եւ չնայած մեր գիտական հետաքրքրությունները միշտ չէ, որ համընկնում էին, մենք միշտ ունեցել ենք շատ հետաքրքիր, ինտենսիվ գիտական քննարկումներ, ինչպես նաև շատ սերտ անձնական կապեր իրեն եւ իրեն ընտանիքի հետ։ Սիրում էր մեր ամբիոնը, շատ էր սիրում իր ամբիոնը։ Ու ես հպարտ եմ, որ Միխայել Յոսիֆի Աղաջանովի անունով է լինելու այս ամբիոնը։ Բժշկական համալսարանի ներքո իր ներկայությունը կրնի հավերժ, որովհետև բիոքիմիա ամբիոնը անվանվել է Միխայել Յոսիֆի անունով։ Մեր համագործակցությունը Միխայել Աղաջանովի հետ շարունակում էր մինչև իրեն վերջին օրերը եւ շարունակում է այժմ Միխայել նախկին ուսանողների եւ գործընկերների հետ, որը ես կարծում եմ իրեն ժառանգության լավագույն նշանն է։ Վերջին օրը, կյանքի վերջին օրն իր հարազատ բուհում, գործընկերները հուզմունքով ու սրտի թրթիռով են հիշում, իսկ ավելի ճիշտ չեն էլ կարող մոռանալ այդ օրը, հրաժեշտի րոպեները։ Բացահայտելի է, ոնց որ անդուն լինի, որը կանում ես եզրին, ասում ես կարողանամ անցնել, թե չեմ կարողանա անցնել։ Պետք է փորձել այդ բացերը լրացնել նաև այն գիտելիքով, որը իրանից ստացել ենք, այն հմտություններով, որը ինքը փոխանցել է։ Для меня уход Миши – это невосполнимая потеря. Я потерял друга, человека самых высоких моральных качеств. Տարբեր խանութներ ենք այցելում, Միխալոսիչին ինչ-որ բաներ պետք գնել, խանութներից մեկից դուրս եկանք, տեսա կեռաս եմ վաճառում ու հարցրեցի ինչ արժի։ Ուղղակի հարցնելու համար գինը։ Մեկ էլ տեսնեմ Միխալոսիչը տոպրակը ձեռքը եկավ, ես քեզ կտանես տուն, ասում եմ Միխալոսիչ, ինչի համար։ Տարտուն, եսը տենց եմ ուզում։ Միշտ նորություններով հետաքրքրվում էր, միշտ ոնց որ հիմա ասում են, հա, տրենդի մեջ, եւ բոլորը զարմանում էին, որ ոնց Միխայելը միջև հիմա դասախոսությունա կարդում, ոնց Միխայելը միջև հիմա մեքենայա քշում, ոնց Միխայելը Ամերիկայում մեքենայա քշում, ոնց Միխայելը այս ինչ բանը ինքնուրույն է անում, հա, ինքը անում էր, որովհետև ամբողջ կյանք նա սովորել է, որ պետք է իր վրա հույսը դնի։ Նա շատ սիրում էր ընտանեկան ֆոտոներ։ Միշտ կարևոր էր համարում, որ ժամանակ գտնենք, բոլորս միասին հավաքվենք, նկարվենք, լինի դա մեր փոքրիկ ընտանիքով, թե մի քանի զարմիկներով։
իրոք շատ ենք կարոտում, սարսափելի ենք կարոտում, նույնիսկ երազում ենք տեսնում։ Չկան անփոխարինելի մարդիկ, կան անկրկնելի։ Եվ իր ժամանակների եւ իր տեսակի համար նա ձևավորել էր այդ բացառիկ պարկեշտ մարդու, առաքինի մարդու, իմաստուն, իր բնագավառում միջազգային հեղինակություն վայելող, բայց երբեք դա ի ցույց չդնող, այսինքն այդ ցուցադրական հատվածը բացակայում էր։ Սովետի ժամանակ ընդունված էր ասել շկոլա, նա իրոք դպրոց է թողել բավականին ու տպավորությունները գործի այո որ ասենք անընդհատ մի բան որ անում ես ասում բա Միխայելը ոնց կասեր ինքը ինչ կասեր ինքը ոնց կնայեր դրան ավելին անեմ որ գովեստը զգաս էլի նա ուսուցիչ էր եւ նաեւ իմ համար հա ամեն մարդ իր կյանքում պետք է ունենա ուսուցիչ եւ իմ հայրս բացի նրանից որ հայր էր ընկեր էր շատ լավ իմ համար նաեւ ուսուցիչ մենթոր հա որ ասում են մենթոր կարելի ասել չենք հասկացել որ քայլող լեգենդի հետ ենք գործ ունեցել խոսք առել տվել խոսել կենթանի լեգենդ իհարկե շատ մեծ բաց կա այսօր համասանում